Եթերում Սպուտնիկ զրույցն է, ես Սուսաննա Հովհաննիսյանն եմ։ Ազգային մշակույթի եւ ազգային ինքնության մասին հաճախ եւ դրանց կարեւորության մասին հաճախ խոսում ենք ինքնաբերաբար, երբեմն առանց հասկանալու դրանց խորքային իմաստը։ Հանրագիտարանային բացատրության մեջ գտնում ենք, որ մշակույթը օգնում է մարդկությանը գոյատևել։ Այն փոխանցվում է սերնդեսերունդ եւ կարևոր դեր է խաղում մարդկության պատմության մեջ որոշակի ժամանակահատվածում։ Ինչը ի վերջո մշակույթը ինչ կարևոր դեր է խաղում անհատի, ազգի եւ առհասարակ մարդկության պատմության մեջ փորձենք պարզել մեր հյուրի հետ։ Մեր հյուրն է սցենարիստ, հրապարակախոս Էդուարդ Այանյանը։ Բարև ձեզ, պարոն Այանյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ձեզ շնորհակալություն, որ հրավիրեցիք։ Մշակույթից խոսում ենք անպայման, քանի որ գիտեմ, որ մշակույթի տարբեր ասպարեզների գիտակ եք։ Եվ հետաքրքիր է իմանալ հենց ձեր բնութագրմամբ, ոչ թե հանրագիտարանային, ինչ է մշակույթը։ Ես հենց դա եի ուզում ասել, երբ լսում էի, երբ դուք մեջ բերեցիք հանրագիտարանը, որ դա կարևոր բան է, օգնում է եւ այլն։ Ես 1 տարի առաջ, երբ մասնակցում էի հայկական մշակույթի փառատոնին Ֆրանսիայում, սկսեցի խոսքս նրանով, որ ընդհանրապես մարդկության պատմությունը դա մշակույթի ուղին է եւ միայն մշակույթի ուղին։ Նա ոչ թե օգնում է, ոչ թե կարևոր, այլ դա միակ բանն է, որ արդարացնում է մեր գոյությունը։ Օրինակ ես ուզում եմ հարցնել, ինչ կլիներ, եթե չլիներ աշխարհում մշակույթ կամ արվեստի որևէ ճյուղ, բայց հիմա հասկացա, որ դուք բացառում եք նման երևույթը։ Բացառում եմ, որովհետև էլի վերադառնալով այդ ելույթից, շարունակելով խոսքս, ֆրանսիացիներ էին դահլիճում նստած, ասացի, ինձ համար օրինակ ասեցի, Ֆրանսիայի պատմությունը դա Նապոլեոն Բոնապարտը չի, ինչպես նաև ինձ համար մարդկային պատմությունը դա կեսարները, մակեդոնացիները չեն։ Ինձ համար օրինակ Ֆրանսիայի պատմությունը դա ֆրանսիացի գրողներն են, նկարիչները, կոմպոզիտորները, ճարտարապետները, ինժեներները, դա այն ամենն է, ինչ մենք ստեղծում ենք, արարում ենք կյանքում։ Դա է հետք թողնում։ Իսկ պատմության դասագրքերում թողնել տողեր, թե ում ինչ քանակությամբ է սպանելու ոչնչած, ով քանի քաղաք է այրել, ով քանի երկիր է ավիրել, դա չի մեր պատմությունը, մարդկանցի նկատմամբ։ Եվ նույնը վերաբերում է ազգերին իհարկե։ Բայց ոմանք ձգտում են հենց այդպես պատմության մեջ մնալ։ Այո։ Ցավոք։ Այո, բայց այն ինչ կա, դա արշավանքների հետևանքը չի, նվաճումների եւ ոչնչացման հետևանքը չի, այլ արարման։ Եվ այդ առումով, երբ մենք նայում ենք հետ, մեր հայկական մշակույթի ուղին ենք նայում, մենք հասկանում ենք, որ մենք ունենք պատմություն։ Ունենք։ Ի տարբերություն շատ ժողովուրդների, ում պատմությունը միայն նվաճումներով է գրված։ Եվ սա արձանագրում ենք ոչ թե որպես հայ, այլ պարզապես կողմնակի Սա համամարտկային մոտեցում է, ես այդպես եմ կարծում, որ դա մարդու գլխավոր նպատակն է, նրա առաքելությունն է։ Իսկ ազգային ուղղակի դրա փոքրիկ երանգավորված տարբերակն է, որտեղ ի վերջո, եթե դուք sense փորձեք մտածել, ինչ է նշանակում օրինակ ազգային երաժշտություն։ Երաժշտությունը։ Ուղղակի ազգային ունի յուրահատուկ ինչ-որ բաներ, մեղեդիներ, հարմոնիաներ եւ այլն, բայց ինքը պիտի կամ լավը լինի, կամ վատը։ Եվ երբ մենք երաժշտություն ենք լսում, եթե մեզ դուր է գալիս, եթե դա որակյալ երաժշտություն է, մենք երբեք չենք խորանում, սա ինչ ազգի երաժշտություն է, լավ է կամ վատ է, ուրիշ բան չկա գնահատական։ Իհարկե այլ զրույցի թեմա է, թե ում ինչ տեսակի երաժշտություն է դուր գալիս, ոմանք 3 ակորդներից բաղկացած երաժշտությամբ են հիացած եւ դա է կրթում իրենց, ոմանք իհարկե ավելի լուրջ երաժշտություն են նախընտրում։ Այ համամարտկայինից խոսեցիք եւ ուզում եի հարցնել, այսօրվա համաշխարհայնացման պայմաններում, գլոբալիզացիայի մշակույթը պետք է դիտարկվի որպես համընդհանուր
մարդկային ժառանգություն, թե այնուամենայնիվ գալով մեր նախորդ հարցից պետք է լինի ազգային մշակույթ ունենալով իր ուրույն ձեռագիրը, իր ուրույն ինքնությունը, ոճը համաշխարհային համայնապատկերում։ Հասկանում եք, այդ հարցին պատասխանելու համար պետք է հստակ հասկանալ, որ ազգերը ստեղծել են ինքնաբերաբար։ Ոչ ոք չի մտածել ու նախագծել, եկեք ազգ լինի, չէ, մենք գիտենք մի երկու տենց օրինակ արհեստական 20-րդ դարում եւ 21-րդում նույնիսկ կան, բայց ընդհանուր առմամբ ազգը որպես երևույթ դա մի բան է, որը ստեղծվել է ինքնաբերաբար ժամանակի ընթացքում։ Մարդկային զանգվածը մեծացել է, տարածվել է, ինչ որ խմբեր առանձնացել են լեզուների շուրջ եւ այլն ավանդույթների եւ աստիճանաբար ձևավորվել է սեփական այդ ուրույն մշակույթը, որի մեջ շատ բան է մտել։ Բայց արմատը բոլորիս ինչ որ մի ընդհանուր բան է։ Իհարկե չպետք է վերանա ազգային մշակույթը, որտեղ դա գեղեցկությունն է աշխարհի։ Հիմա մենք երբ տեսնում ենք, որ աշխարհի բոլոր օդանավակայանները իրար նման են, բոլոր մեծ քաղաքներով քայլելիս դուք որոշ ժամանակ չեք հասկանում դուք որ քաղաքում եք, որտեղ նույն խանութներն են, նույն բրենդերը, ամեն ինչ նույնն է, բայց դա լավ չի, որովհետև ընդհանուր առմամբ տիեզերքը, երկրագունդը, մարդկությունը ամբողջը զարգանում է բարդացման եւ զանազանության աճման ճանապարհով։ Դա բնական process-ներ են։ Դա կյանք է կոչվում։ Հիմա մենք հակառակ process-ով ենք Այո, շարժվում։ շատ դեպքերում այո, այսինքն որոշ դեպքերում մարդկանց թվում է, թե դա հարմար է, իսկ դա այս ունիֆիկացիան, գլոբալիզացիան բերում է որոշ էներգետիկ, այսպես ասենք, ծախսերի կրճատման։ Հարմար է անել այն ինչ կա եւ չտանջվել ստեղծելով նորը, բայց դա շատ արագ բերելու է ձանձրույթի։ Եվ այսօր մարդիկ սկսել են նոր պահանջ ներկայացնել, ուզում են լինի այլ կերպ, ուզում են տարբերություն լինի, հոգնում են։ Միապահովությունից մարդը միշտ հոգնում է, միշտ։ Մի փոքր վիճելի է, որովհետև եթե վերցնում ես հիմա մարդիկ այնքան իրար նման են նույն այդ պլաստիկ վիրահատությունների արդյունքում եւ թվում է թե միտումնավոր կորցնում են անհատականությունը, գնում են նույնականացման, բայց սա երևի զրույցի այլ թեմա է։ Պարոն Այանյան, ուզում եմ խոսենք մի նախագծի մասին, որը իրականացվում է Պրիմավերա հիմնադրամի շրջանակներում, բավականին ծավալուն, շատ կարևոր, դուք իհարկե ավելի հանգամանալից կներկայացնեք, արդեն պատրաստ են տեսաֆիլմեր դասախոսությունների տեսքով, ամենածավալուն թեմաներով ազգային հայկական արվեստի ճյուղերին է վերաբերում, երաժշտություն, ճարտարապետություն, գորգագործություն։ Ուզում եմ հասկանալ, սա ավելի շատ անհրաժեշտություն առաջացավ, քանի որ մենք ունենք պարբերաբար մեր մասին հանրահռչակելու, մեր արվեստի մասին անհրաժեշտություն, որովհետև ունենք անբարենպաստ հարևանություն, թե ունենք նաև ինքնաճանաչողական խնդիր այսօր։ Օրինակ ինձ թվում է, որ ավագ սերնդի ցանկացած յուրաքանչյուր ներկայացուցչին, եթե փողոցում մոտենանք, ամենքը էքսկուրսավար է։ Բոլորը գիտեն Երևանի պատմությունը, արձաններն են ճանաչում հերոսներին։ Ավագ սերնդի մասին է խոսքը։ Ոչ ամեն ճանաչում, այո։ Բայց կարծում եմ այլ պատկեր այսօրվա երիտասարդության շրջանում են, իրենց տան կողքի արձանի հերոսին գուցե եւ չեն ճանաչում, էլ չեմ ասում անցած ուղին, ճանապարհը եւ այլն։ Այսինքն հստակեցնեմ հարցը, այդ նախագիծը ավելի շատ ուղղված է արտաքին լսարանին, թե նաեւ ներքին։ Դե հերթով փորձեմ պատասխանել, ուրեմն Պրիմավերա հիմնադրամը մասնավոր նախաձեռնություն է այդ հիմնադրամի ստեղծումը, զբաղվում է մի գործով, որով իրականում պետք է մեր պետությունը զբաղվի։ Պրիմավերան կենտրոնացել է մի ոլորտի վրա, որը շատ կարևոր է համաշխարհային մշակութային դաշտում ակտիվ լինելու համար, դա դասական երաժշտությունն է։ Ունենալով հետաքրքիր ու գեղեցիկ ավանդույթներ դասական երաժշտության
ոլորտում, Հայաստանը այսօր միջազգային դաշտում այդ հարցում թույլ է։ Բայց դրա հետ մեկտեղ բավականին լուրջ ներուժ ունի։ Առաջի հերթին կադրային ներուժ։ Եվ Պրիմավերան իր գործունեության շրջանակներում փորձում է աջակցել մեր ապագա երաժիշտներին, երեխաներին եւ երիտասարդ կատարողներին, երիտասարդ, ովքեր նոր են սկսում իրենց ուղին, որպեսզի իրենք ավելի պատրաստված եւ ավելի պրոֆեսիոնալ, այսպես ասենք, սկսեն իրենց ճանապարհը միջազգային բեմում, որպեսզի իրանք գրագետ դրան մոտենան, որպեսզի դասավանդումը Հայաստանում դպրոցներում երաժշտական կատարվի այսօրվա պահանջներին համապատասխան, որպեսզի մենք ունենանք օրինակ երաժշտական պրոդյուսերներ, որպեսզի մեզ մոտ զարգանա կոմպոզիտորական եւ դիրիժորական արվեստը։ Դրանք բոլորը այսօր խնդիրներ են Հայաստանում։ Մենք դիրիժոր գրեթե չունենք։ Այսինքն, եթե այսօր մեր դիրիժորներից մեկը ովքեր կան, ինչ պատճառներով հանկարծ չկարողացավ իր գործ անել, մենք կնանում ենք առանց դիրիժոր ընդհանրապես։ Շատ քիչ է։ Իսկ այդ աշխատանքը կատարելու համար պետք է նաև ինտեգրացիա։ Պետք է նաև ինտեգրացիա։ Ի վերջո, դասական երաժշտությունը կատարվում է աշխարհում ամենահայտնի բեմերում, հա, եւ լավ երաժիշտները ամբողջ տարի գաստրոլի են, ամբողջ տարի իրենց մոտորացույցը լիքն է, դահլիճները լցված են, մարդիկ մեծ հաճույքով գնում են, լսում են դասական երաժշտություն, ակադեմիական երաժշտություն։ Այդ կատարողների թվում պետք է լինեն նաև մերոնք։ Դեռ կա այդ հնարավորությունը։ Տաղանդավոր երեխաներ շատ կան։ Բայց դրանով զբաղվել է պետք, որովհետև դա համակարգային աշխատանք է, իսկ Պրիմավերայի հիմնադիրները լավ են պատկերացնում իրենց նախորդ նախագծերից ելնելով, այդ ոլորտը լավ են պատկերացնում։ Եվ Ֆրանսիայի Լարոշ Ֆուկո քաղաքում կազմակերպված այդ փոքրիկ փառատոնը, կարելի է անվանել այն հայկական մշակույթի փառատոն, նույնպես ուներ նպատակ փոքրիկ հնարավորություն ստեղծել երաժիշտների համար եւ մեր երիտասարդ երաժիշտների համար ելույթ ունենալու միջազգային բեմում եւ աշխարհին, մասնավորապես Եվրոպային, ցույց տալ, թե ինչ է նշանակում հայկական մշակույթը։ Դա միքս էր, որովհետեւ պատկերացեք 3 օր էր փառատոնը տևում եւ 3 օրվա մեջ տեղավորվել էր հրավիրված դաշնակահարի համերգ, Դմիտրի Մասլեևի համերգներ, որի ծրագրում կար նաև Արամ Խաչատրյան։ Մեր երիտասարդ կատարողների համերգներ, մեկը ֆրանսահայ էր, որի ազգանունը հայկական չէր, բայց ինքը հայ էր, մյուսի ազգանունն էլ Ռուբեն Կոզինն էր, որը նույնպես կարծես թե չէ, բայց ինքը հայկական արմատն էր, իրենք միասին եւս մի գեղեցիկ համերգ էին տվել։ Դրա հետ մեկտեղ այդ փառատոնի շրջանակներում կազմակերպվել էր նաև մեր ավանդական մշակույթի ներկայացումը։ Մասնավորապես եկեղեցում, այդ գեղեցիկ 12-րդ դարի եկեղեցում Լարոշ Ֆուկոյի Լուիս երգչախմբի համերգներ, այնտեղ հնչում էր կանոն, այնտեղ հնչում էր դուդուկ, գեղեցիկ եւ աննկարագրելի համերգ էր եւ հայտնություն էր ներկաների համար դա։ Հանդիսատեսը տեղացիներ էին։ Տեղացի, ֆրանսիացիներ։ Այո, ֆրանսիացիներ էին, որոշ չափով ինչ որ մարդիկ նաեւ այլ քաղաքներից էին եկել։ Լարոշ Ֆուկոն շատ փոքրիկ քաղաք է, բայց այնտեղ կա այդպիսի ավանդույթ, եթե հետաքրքիր միջոցառումներ լինում են, մարդիկ մեծ հաճույքով ինչ որ ճանապարհ անցնում են, որ գան եւ ներկա գտնվեն։ Փառատոնի շրջանակներում նաև նպատակ էր դրված ֆրանսիացիներին եւ ընդհանրապես այլ ազգի մարդկանց ծանոթացնել Հայաստանի եւ հայկական մշակույթի հետ, որտեղ մենք հասկանում ենք, որ շատ են այնպիսիներ, ովքեր ընդհանրապես ոչինչ չգիտեն Հայաստանի մասին։
Եվ այդ պատճառով Պրիմավերան նաև խնդրեց, որ ես բանի փառատոնի շրջանակներում դա ձևակերպել էր որպես դասախոսություն, բայց իրական դա ուղղակի զրույց էր։ Ես բեմում էի մի ժամ ընդամենը։ Պետք է փորձեի մի ժամվա մեջ շատ հակիրճ, բայց հնարավորինս հագեցած ու հետաքրքիր պատմի, թե մենք ով ենք։ Իհարկե մշակույթի լեզվով պատմի, որտեղ ասեցի պատերազմներով չի դա ժողովուրդը բնորոշում։ Քանի որ դա նաև թարգմանվում էր այնտեղ ֆրանսերեն, սինխրոն թարգմանվում էր, Հանգամանքների բերումով ռուսերեն էր դասախոսությունը։ Այո, սկզբից իհարկե մենք կարծում ենք, որ ես հայերեն այդ ամենը կպատմեմ, բայց հետո պարզվեց, որ տեղում թարգմանչի խնդիր կար, հայերենից ֆրանսերեն։ Չեմ ասում, որ Ֆրանսիայում չկան, բայց կա արևելահայերեն, արևմտահայերեն նաև խնդիրը, եւ պարզվեց, որ արևելահայերենից ֆրանսերեն սինխրոն թարգմանությունը խնդիր էր։ Իսկ փառատոնի կազմակերպիչների մեջ մարդ կար, որը բավականին ազատ էր ռուսերեն տիրապետում։ Խնդրեցին այդպես, մենք էլ հասկացանք, որ դա ավելի կլայնացնի մեր լսարանը, որովհետև այդ զրույցը տեսագրվում էր, իսկ հետո մոնտաժվեց, մի քանի կտոր դարձեցին եւ ամբողջը դրվեց համացանց եւ պարզվեց, որ այնինչ փառատոնի շրջանակներում մենք արեցինք տեղացի ֆրանսիացիների համար, իրականում որոշակի սենց այբենարան էր ստացվեց ցանկացած մարդու համար, որը Հայաստանի հետ առաջի անգամ առնչվում։ Ինչու ոչ նաև հենց մեր հայերիս համար։ Հետո պարզվեց, երբ որ մենք նայեցինք որոշ կոմենտներ համացանցում այդ տեսանյութերի տակ, մենք հասկացանք, որ նաև հայերի համար շատ կարևոր, մասնավորապես առաջի հերթին այն հայերի, ովքեր ապրում են դրսում։ Իրենք խնդիրներ ունեն ֆիլտրված տեղեկատվության եւ հավաստի աղբյուրներից ստանալու այսպես զիպարած, ինֆորմացիա, որովհետեւ մի բան է մարդուն ասես այ քեզ 700 էջանոց դասագիր կարես պատմության մասին, որտեղ շատ չոր, շատ ասենց փաստերով, թվերով լիք ինչ որ բաներ է գրած, լրիվ ուրիշ բան է, երբ որ իրան ասում ես, արի ես քեզ 3 րոպեում բացատրեմ ինչ է մեր լեզուն կամ մեր մեգալիզյան մշակույթը ինչ է կամ ասենք մեր գորգագործության այդ գաղտնիքները եւ խորհուրդները կամ մեր երաժշտության ավանդույթները հակիրճ հետաքրքիր էր որ արձագանքը միանգամից տեղում եղավ ես ճիշտ ասած նեղվում եմ որ իրոք շատ քիչ է ժամանակը եւ պետք էր ընտրել ինչից խոսես ինչ ասես, ինչը չէ։ Բայց ինչ որ բան ստացվեց եւ այս մի քանի տեսահոլովակը, որ իմաց հանցում հայտնվել են, արդեն վաղուց կան, այն արձագանքը, որ մենք տեսնում ենք, մեզ համոզում է, որ եւ արտաքին լսարանի համար, եւ սփյուռքահայ լսարանի համար, եւ ներքին լսարանի համար, նույնիսկ մենք ինչ որ կարևոր բան արեցինք։ Շատ པարզ բան է դա իրական։ Հարևաններից արձագանք կար։ Իրենք սիրում են միջամտնել։ Իրենց կողմից պարտադիր կան, բայց դա ֆիլտրվում է։ Դե ինչ արձագանք իհարկե կլինեն, ասենք, եթե ես վիշապագորգ եմ ցույց տալիս դասախոսության ժամանակ, իհարկե պետք է հարցակում լինի, որ ապացուցեն, որ դա այս սարնիկն է, այս քարնիկն է, եւ այլն, դա թեքիաթները եւ այլն։ Բայց մեզ դա պետք չէ հետաքրքրի։ Դա իմ մոտեցումն է։ Դու քոն արա ու ամեն ինչ լավ կլինի բայց միջը վերջ արա հետևողական պետք է անել ամեն աստծո օր ամեն ամիս ամեն տարի անդադար հատկապես որ բաց թողումներ ունենք այս ոլորտում իհարկե մշակույթը որը մեր ինքնությունն է որը մեր արժեքն է դա նաև պրոպագանդայի նյութ է իսկ պրոպագանդան չի կարող դադարել Մենք ամեն օր պետք է պայքարենք ուղեղների համար եւ հոգիների համար եւ մեր հոգիների եւ ուղեղների եւ այլ մարդկանց եւ ժողովուրդների հետո դասախոսությունից հետո մարդիկ էին մոտենում
ինչ որ բաներ էին հարցում, ցանկանում էին Հայաստան գալ։ Ես չասեցի, որ այդ փառատոնի շրջանակում մենք նույնիսկ կարողացանք փոքրիկ ցուցահանդես կազմակերպել լուսանկարների, որտեղ շատ տաղանդավոր եւ շատ նվիրված մարդու Սևակ Ասրյանի լուսանկարներն էին Արցախի մասին, իր ամբողջ արխիվը, որ ինքը այնտեղից տեղափոխեց, երբ ստիպված եղավ մնացած արցախցիների հետ տեղափոխվել Հայաստան, երկար տարիներ ինքը նկարել Արցախի բնությունը, գեղեցկագույն նկարներ են եւ ես ուրախ եմ, որ կարողացանք Ֆրանսիայում այդ լուսանկարների մի մաս ցույց տալ, ինչպես նաեւ Մանվելյան Սուրենի լուսանկարների մի փոքրիկ շարք, որտեղ հայերի դիմանկարներ էին ներկայացված։ Այսինքն մենք ուզում ենք, որ նաեւ մարդիկ գան ու տեսնեն մեզ։ Ես նույնիսկ հասցրեցի մի փոքրիկ նաեւ հանդիպում կազմակերպել մեր վավերագրական կինոյի վերաբերյալ եւ մարդիկ ծանոթացան նաեւ Արտավազդ Փելեշյանի հետ։ Այդ ամբողջը sense փոքրիկ մի կաթիլ է մեր արածը, այն օվկիանոսում, որը մենք իրականում պետք է անընդհատ ստեղծենք, այդ մշակութային այդ օվկիանոս պիտի լինի, որի մեջ մարդիկ պիտի լողան ընդհանրապես։ Բայց գիտենք, որ օվկիանոսը հենց կաթիլներից է կազմված, այո, եւ հրաշալի է, որ ռուսերեն լեզվով դասախոսությունը հայերի մասին Ֆրանսիայում փայլուն ֆրանսերեն թարգմանված, այո, փայլուն ընդունվեց եւ կարծում եմ սա սկիզբն է, որը կունենա շարունակականություն, քանի որ ինչպես ասացիք, հանրահռչակելու կարիքը ունենք ամեն օր։ Նաև նշեցիք, որ պետք է աշխատել ուղեղների հետ, հոգիների հետ, եւ ես ուզում եմ այս երկու կարևորագույն երևույթներին համադրել արհեստական բանականությունը, որը ակտիվորեն ներխուժեց մեր կյանք եւ այսօր արդեն այլևս ոչինչ չենք կարող պատկերացնել առանց արհեստական բանականության։ Ինչու ես շատ բան կարող եմ պատկերացնել առանց արհեստական Շատ լավ, բանականության։ հիմա կկիսվեք ձեր կարծիքով, որովհետեւ հետաքրքիր է թե նույն ստեղծագործական գործընթացներում նաև ուզում եմ սցենարներին անդրադառնալ, որովհետև սցենարիստ եք եւ շատերը ձեզ ճանաչում են հենց թեկուս մեր բակի այդ 3 սերիաների հեղինակ, նաև բազմաթիվ այլ նախագծերի սցենարիստ եք այսօր եւ 20-25 տարի առաջ սցենարի ստեղծումը որքանով է փոփոխվել, արդյոք նույն արհեստական բանականությունը մրցակից է թե ոչ, ավելի շատ գնահատում եք դերական թե բացասական ցուցանիշով։ Ես այսպես կմոտենայի հարցին, արհեստական բանականությունը մենք ենք ստեղծել, մարդիկ, եւ ստեղծել ենք որոշակի նպատակներով, եւ դա պատահական չի, դա դրամաբանական շղթա է դիեզերքում եւ մեր հայտնվելը մարդու, որ սկսեց արարել, եւ երբ որ մեր մակարդակի արարիչը, այսինքն մենք ստեղծեց նաև արհեստական բանականություն, որը մի 10, 20, 30 տարի հետո կսկսի ինքը արարել։ Այսինքն դուրս կգա մեր վերահսկողությունից։ Որոշ չափով այո, բայց այդ արարչագործությունը, ինչպես ընդհանրապես իմ կարծիքով լինելու է ուղղակի այլ դաշտում։ Դրանք աշխարհներ են, այս աշխարհը, որ մեր շուրջն է, մենք ենք ստեղծել, շարունակում ենք ստեղծել, այս միկրոֆոնը, այս սեղանը, այս մեր հագուստը, սա մենք ենք արել։ Արհեստական բանականությունը մեր կողմից ստեղծված է, եւ ինչպես ժամանակին Աստվածը կամ ինչպես ուզում եք անվանեք, մեզ է ստեղծել, իսկ մենք ստեղծված ենք այդ հաստատ, մենք չգիտենք հստակ ինչ նպատակ էր նա դնում իր առջև, երբ մեզ ստեղծում էր, բայց նա ուզում էր ստեղծել արարիչ իր նմանին։ Նույնը հիմա մենք ենք անում, դա նպատակային աշխատանք է։ Արհեստական բանականությունը սա քայլ է, որը կբերի արհեստական ոչ թե բանականության արդեն կբերի, այլ գիտակցության։ Դա լավ է։ Դա ոչ լավ է, ոչ վատ է, դա այդպես է լինելու։ Եվ կփոխվեն մարդիկ,
կֆիլտրվի, ինչպես փոխվել է բնությունը այն օրվանից, երբ հայտնվեց մարդը, չի վերացել, բայց փոխվել է։ Մենք էլ կփոխվենք, շատ բաներ կան, որ մենք այլևս չենք անելու, հասկանալի է, չէ՞, իսկ շատ բաներ կան, որ մենք շարունակելու ենք անել, եւ այդ անել-չանելը բերում է, որ մարդն էլ որպես տեսակ որոշակի փոփոխության ենթարկվելու։ Հիմա մենք մեր աշխատանքի զգալի մասը փորձում ենք փոխանցել արհեստական բանականության ուսերին։ Հուսալի է դա։ Որոշ հարցերում այո, որովհետև ես երբեմն բայց չունի հոգի, չունի այն ինչ ունի մարդը։ Անընդհատ չի, որ հոգին է պետք։ Այն ինչ, ասենք, ես հասկանալու համար, ասենք, երբ ծախսում եմ մեկ շաբաթ ժամանակ կարդալով գրականություն, գտնելով ինֆորմացիա եւ այլն, յամուց բանա տևում է 3 վայրկյան։ Իսկ դա մեխանիկական աշխատանք է իրականում, որովհետեւ big data-ի հետ է աշխատում, ինքը մեծ ծավալի ինֆորմացիայի հետ։ Ձեր ու իմ կյանքի ռիթմերը ու արագությունը թույլ չեն տա, որ մենք մեր իսկ ստեղծած ինֆորմացիային կարողանանք տիրանալ։ Մեր շուրջը սարսափելի քանակությամբ ինֆորմացիա, ձեր կյանքը չի հերիքի, իմն էլ չի հերիքի։ Իսկ իր համար դա մի քանի վայրկյան է։ Այս առումով դրական է։ Ահա, այսինքն նա մեզ ասում է դուք սրանով մի զբաղվեք։ Ես դա կանեմ։ Այո, դուք ձեր ժամանակը ուրիշ բանի վրա ծախսեք։ Բայց դա լավ չի։ Լավ է, իսկ ստեղծագործական ասպարեզում այն նույն վերադառնանք նույն սցենարներին։ Մարդիկ հիմա հաճախ անգամ մրցույթներ կան արհեստական բանականության։ Ես փորձել եմ առաջադրանքներ տալ արհեստական բանականությանը սցենարային։ Ինքը ամեն ինչին ասում այո կանեմ եւ փորձում անել։ Ինձ հետաքրքիր է միշտ կողքից նայել ինչ է ստացվում, որովհետեւ իհարկե այսօր արհեստական բանականությունը ուղղակի կոմպիլյացիայով է զբաղված եղածի։ Նորը չի ստեղծվում։ Այդ առումով որոշ չափով ինքը կարող է օգնել տարական սխալներից խուսափելու։ Օրինակ, երբ խոսքը վերաբերում է սցենարի կառուցվածքին, ստրուկտուրային։ Երբեմն ինքը ինչ-որ լուծումներ է առաջարկում շատ պարզունակ, որոնք հենց այդպես դու չես վերցնի ու չես օգտագործի, բայց այդ լուծումները քեզ ուղղակի ուղղորդում են, ստիպում են մտածել։ Ես գիտեմ, որ ինքը իմ տեղը ոչինչ չի գրի, բայց ինքը նույնիսկ փորձում է հումորներ գրի։ Եղել է, ես տեսել եմ, որ ես ասել եմ կարող ես այս տեսարանը, ես նկարագրել եմ այդ տեսան, վերածես երկխոսությունների։ Բաժանում է։ Վերածել է, գրել է երկխոսություն եւ փորձել է մեջը հումոր անի, շատ յուրահատուկ հումոր, այնտեղ երկրորդ համաշխարհային տարիներին գերմանացի սպան ձերբակալում է ինչ-որ հրեայի, դες դրվագ է։ Երաժիշտի ջալուց։ Ու դա սխալ է տեղում, ուրիշ մարդու են ձերբակալում ու արհեստական բանականությունը գրել էր այսպեսի երկխոսություն, նա ասում է ես հրեա չեմ, դուք սխալվում եք։ Իսկ գերմանցին ասում է ջութակ ունես, ուրեմն հրեա ես։ Դա գրել է արհեստական բանականությունը։ Պարզա որ ինքը անդրադարձել է ինչ-որ աղբյուրների, ինչ-որ տեղ նման բան տեսել է։ Բայց այդուայնամենայնիվ բանը պարզ է, ուղղությունը պարզ է։ Որտեղ չի փոխարինի։ Դուք ասում եք հոգի, մենք չգիտենք, բայց հոգին ինչ է։ Չգիտենք։ Եվ կարծում եք մշակույթում, արվեստում, արվեստի ճյուղերում այնինչ ստեղծվում է, այնինչ որ մնացել է դարերի ընթացքում հասել է մեզ, ստեղծվել է հենց առանց այդ հոգու։ Չէ, ոչ մի դեպքում, ուղղակի մենք չենք կարող նյութականացնել։ Գիտեք, ոնց չենք կարող բնորոշել դա։ Մենք ասում ենք հոգի, բայց ոչ ոք չգիտի հոգին ինչ է կոնկրետ։ Ես կարող եմ ենթադրել, որ այն ինչ որ մենք սիրում ենք, այն ինչ որ մենք բնութագրում ենք սեր բառով, երբ մենք ասում ենք որ սա հոգով է ստեղծած, այդ գեղեցկությունը դա իդեալականից շեղումն է միշտ։ Իսկ արհեստական բանականությունը այս պահի դրությամբ չի կարող շեղվել կանոնից կամ իդեալականից չխախտելով այդ անհասկանալի հարմոնիան։ Որտեղ մեզ դուր են գալիս, օրինակ մարդը դուր է գալիս, նա հաստատ ինչ որ բան ունի, թերություն ունի արտաքին։ Եթե չունենա, մեզ դուր չի գա, որտեղ ինքը տիկնիկ է լինելու։ Ինքը գոնե պետք է մի քիչ ասիմետրիկ լինի։ Հա? Երբ մենք երաշխություն ենք լսում, դե ախր իդեալական չի ինքը։
ինքը իր կանոններով է գրած, բայց այնտեղ բաներ կան, ոնց Բայց ասեմ, նաև մարդուն բնորոշ է իդեալականացնել ամեն ինչ, մարդուն եւ երևույթները։ մենք իբր դեպի իդեալականը, բայց դա անհնարին բան է։ Բնությունում ոչ մի կատարյալ բան չկա։ Կան ադապտացված, ասենք, կենդանիներ, որոնք կարծես թե կատարյալ ադապտացված են ջրում ապրելու համար, թռչելու համար եւ այլն։ Բայց իրենք տարբերում են, չէ՞ իրարից։ Ասենք դուք վերցնում եք, չգիտեմ, 1000 հատ արծիվ իրար կողք կնստացնեք, բոլորն տարբեր են։ Դե դեպքում նույնը լինեին։ Եվ այդ 1000-ին նայում ես, ամեն մեկը տարբերում, ամեն մեկը յուրովի հետաքրքիր է, հա, մեկը ավելի բարի երևում, մեկը իսկ պատկերացեք մարդկանց տարբերությունը։ Այդ բազմազանությունը, որին մենք եկել ենք, դա հարստություն է։ Եվ երբ մենք խոսում ենք օրինակ ազգային մշակույթներից, դա էլ է մի բազմազանություն, որը ինքնաբերաբար ստեղծվել է, դա մեր երկրագնդի մարդկության էկոհամակարգի, այսպես ասենք, հա, բնականon զարգացման արդյունք է այդ բազմազանությունը, եւ դա պետք է պաշտպանել։ Դա պետք է սկզբունք լինի, որ այնինչ ստեղծվել է բնության կողմից, բնական ճանապարհով, մենք իրավունք չունենք ոչնչացնելու ու պիտի պաշտպանենք։ Դա վերաբերում է կենդանների տեսակներին, բույսերին, մարդուն, ազգերին, լեզուներին, մշակույթին, որտեվ դա, եթե մեկ բառով անվանենք, հենց դա է կյանքը։ Կյանքը պետք է պաշտպանել։ Ինչպես հասկացա, արհեստական բանականությունը սպառնալիք չեք համարում, քանի որ մարդու կողմից ստեղծված է եւ մարդու կողմից վերահսկելի է, ուստի կարեւոր է թե ինչով է զբաղվում մարդը։ Իսկ ինչով է զբաղվում այսօր մարդը։ Արդյոք մարդը այսօր ստեղծում է մնայուն արժեքներ, շարունակում է պահպանել եւ խոսքը իհարկե չի գնում այն նախագծերի մասին, որոնց մեջ դուք եք ընդգրկված եւ արդեն խոսեցինք այդ մասին։ Ստեղծել արժեքներ, որոնք արժանի են փոխանցելու գալիք սերունդներին։ Տարականից սկսենք, այն նույն ֆիլմերը, այսօր ինչ է մեզ շրջապատում, ինչով է կրթվում ներկայիս սերունդը։ Շատ տարիներ առաջ, 10-15 տարի առաջ փնովում էին այն ժամանակվա սերիալները, անգամ Ալեմե հեռուստաալիքը, որը նույնպես այսօր մենք տեսնում ենք նաև ինչ որ արդյունքներ մարդկանց ճաշակի ձևավորման մեջ, հա, մի որոշ սերունդ ձևավորվեց հենց այդ երաժշտական առաջարկի հետևանքով։ Ինչ է այսօր տիրում ընդհանրապես հեռուստատեսային ոլորտում եւ մասնավորապես համացանցում։ Առաջերտին երևի համացանցում, որտեղ դա կոնտենտի այն ինչ որ յուրաքանչյուրից գրպանում է։ Այո, այսօր կոնտենտը ձեր դուրը նույնիսկ չի ծեծում, դա ձեր անկողինն է մտնում, այսպես կարող եմ անվանել։ Ինչ որտեղ մեր կամքով նաեւ։ Այո, դա սմարթֆոնը ձեր հետ է եւ դուք չեք կարող պաշտպանվել այդ հոսքից։ Մնում է, որ այդ հոսքում լինի կարևորը նաև, որովհետև աղբը չի կարող չլինել։ Դա բնական է։ Եվ կարելի է ասել, որ անորակը, անբովանդակը, անճաշակը չի կարող չլինել, եւ չի կարող չլինել շատ։ Կյանքը այդպեսին է։ Բայց երբ որ այդ ամենի կողքին հայտնվում է արժեքավորը, ինքը միանգամից առանձնանում է եւ նկատվում է եւ ուշադրություն է գրավում։ Այդպես եղել է, այդպես լինելու է։ Միշտ այդպես եղել։ Մեզ հասել են Մոցարտի գրած ստեղծագործությունները, ու ասենք Դա Վինչիի աշխատանքները, բայց նրա հետ միաժամանակ ապրող մարդիկ են եղել նրանց հետ։ Եվ եթե ձեզ թվում է, որ Մոցարտի ժամանակակից կոմպոզիտորները տաղանդավոր մարդիկ են, ոչ, իրանք էլ էին 6-8 գրում եւ տենց բաներ են եղել, իհարկե իրանց ժամանակի համար։ Մենք, ես ասացի, որ մշակույթը դա պատերազմ է հոգիների եւ ուղեղների համար։ Այսօր մենք այդ պատերազմի որոշիչ փուլում ենք, եթե Հայաստանի մասին է խոսքը։ Մենք սարսափելի վիճակում ենք հայտնվել, այն սերիալները եւ համերգային ճակերտավոր համերգային ծրագրերը, որը դուք հիշեցիք, արդեն իրենց հետևանքները տվել են։ Եվ ցավոք սրտի մենք հասկանում ենք, որ փոխել կարելի է միայն երեխաներին։ Հասուն մարդը
կամ այս կողմն է, կամ այն կողմն է։ Ինչ կա, այն էլ լինելու է, պլյուս մինուս։ Դուք չեք կարող իրան 180 աստիճանով փոխել։ Այսինքն մի ամբողջ սերունդ թողնենք այնպես ինչպես կա, իր Մի նախասիրություններով։ ամբողջ 3 սերունդ։ Ոնց կա, այդպես էլ լինելու է։ Եվ այն խնդիրները, որ մենք երկրում ունենք, դրա հետևանքն են։ Մենք հաճախ տեսնում ենք, այսինքն ինչ որ հրապարակախոս, ինչ որ մասնագետ, ինչ որ բանախոս ելույթներ է ունենում, խոսում է, ասում է, բան չի փոխվում, իսկ ոնց պիտի փոխվի։ Մեծ մարդկանց հետ էս խոսում։ Իրենց կարա դուր գա ու դուր չգա, վերջ։ Դրանք չեն փոխվելու։ Բայց եթե դու խոսես երեխայի հետ, դպրոցականի հետ, դու աշխատում ես այն կոպիտ արտահայտվեմ, այն հումքի հետ, որը ապագա ունի, որից կարելի է ինչ-որ բան ստեղծել։ Եվ հենց ձեր խոսքի վրա ուզում եմ մի օրինակ բերել, մի նախագծի եւս, որով մենք հիմա զբաղվում ենք, հանձինս ես էլ եմ զբաղվում, դա հենց նախագիծը մեր դպրոցականների համար շատ շուտով կհայտնվի համացանցում, գրեթե պատրաստ է։ Դա փոքրիկ անիմացիոն ֆիլմերի շարք է, նվիրված Հայաստանի պատմությանը։ Մենք հասկացել էինք, որ ինչ որ ես նոր ասացի, երեխայի ուղեղի համար պետք է պայքարել, դա է մեր ապագան։ Թիրախային խումբը։ Ընդ որում, նույնիսկ կարևոր չի թե նա ում զավակն է։ Լուրջ եմ ասում։ Մենք շատ լավ գիտենք, որ շատ շնորհքով դաստիարակված կրթված ծնողներից երբեմն ինչ է ծնվում ու մեծանում եւ հակառակն էլ գիտենք։ Երեխան այն որ ասում է մաքուր Սպունգ է։ Այո, մաքուր սպունգը ինքը կընդունի։ Մեծ ամասամբ տենց պետք է աշխատել։ Եվ մենք այդ մտքին եկանք, մենք ասելով դա կարևոր է նշել, որտեվ այո, ես այդ նախագծով զբաղվում եմ, բայց դա իմ ընկերոջ նախաձեռնությունն է եւ արվում է Սանասար բարեգործական հիմնադրամի կողմից։ Դա ցենց ազգանվեր աշխատանք է, ներդրում է մեր ապագա սերունդների մեջ։ Մենք հասկացել ենք, որ պատմության դասագիրքը, որը ուսումնասիրում են երեխաները, դպրոցում 6-րդ դասարան, 7-րդ դասարան, չեն սիրում երեխաները այդ առարկան։ Չեն սիրում, հիմնականում։ Իսկ պատճառը հենց դա է, դասագիրքը դա չոր ինֆորմացիայի մատուցման ձև է եւ շատ դեպքերում նույնիսկ ոչ լիարժեք ինֆորմացիա, խնդրահարույց նույնիսկ ինֆորմացիա, դուք գիտեք այդ բոլոր վեճերը վերջի շրջանի դասագրքերի շուրջ։ Իսկ ինչ անել, որ հետաքրքիր լինի։ Ավելի հանրամատչելի դարձնել։ Ավելի հանրամատչելի եւ պետք է խոսել այսօրվա լեզվով երեխաների հետ, որտեւ այդ երեխան, որ դասագիրքը բացում, հետո փակում դուրս է գալի դպրոցից, ինքը միացնում է YouTube-ը եւ այնտեղ տեսնում է այնպիսի կոնտենտ, որը լինելով բացարձակապես անբովանդակ, դա եւ նույնիսկ վնասակար էությամբ, պատրաստված է այսօրվա ձևաչափով ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ աչքին հաճելի է եւ ինքը սպառում այդ կոնտենտը ամեն օր։ Ինքը գնում է կինոթատրոն եւ տեսնում է այնտեղ բազմաթիվ անիմացիոն ֆիլմեր, որոնք շատ լավ են պատրաստված, բարձրորակ ֆիլմեր են, նույնիսկ կարող եմ ասել տաղանդավոր, բայց ասելիքը այդ ֆիլմերի շատ հեռու է այն ամենից, ինչ որ մենք ուզում ենք մեր երեխաներին հասցնել։ Մեր երկրում այդպիսի կոնտենտի արտադրությունը սարսափելի վիճակում է։ Շատ քիչ է այն, ինչ մենք կարող ենք երեխաներին տալ հանգիստ խղճով, իմանալ, որ իրենք կուրախանան, վաու, կսկսեն նայել։ Հիմնականում այն, ինչ ես տեսել եմ համացանցում, նույնիսկ շատ կարևոր ու ճիշտ բաները այդ նույն խնդիրը ունեն, մատուցման խնդիրը անհետաքրքիր, ձանձրալի, խոսացող գլուխներ եւ այլն, իսկ երեխան ինչ ուզում։ Երաժշտություն, շարժում, ակտիվություն, մի քիչ հումոր, հա, entertainment ուզում։ Գրավչություն։ Այո, եւ այդ ուղղությամբ այնպիսի հսկայական ծավալ կա աշխատանքի, որ մեզ էս փոքրիկ նախագիծը, որի միջոցով մենք անվանել ենք բանիմացիա, այո, որտեվ մենք ուզում ենք, որ մեր երեխաները անիմացիայի միջոցով ինչ որ բան իմանան։
Հետաքրքիր անվանում եմ։ Այո, շուտով կլինի, վնացել է վերջին սերիան, մենք հիմա ավարտում ենք, 8 սերիանոց նախագիծը փոքրիկ են իրենք, 4 Հայոց պատմության մասին։ Հայոց պատմության որոշ դրվագների մասին մենք նպատակ չունենք փոխարինելու դասագիրքը ոչ մի դեպքում, բայց մենք ուզում ենք հետաքրքրություն առաջացնել եւ մենք ուզում ենք, որ մեր երեխաները ի վերջո հպարտանան եւ իրենց ազգությամբ, եւ իրենց երկրով, եւ իրենց անցյալով, եւ չհամարեն իրենց երկիրը, ինչպես շատերը սկսել են խոսել, Ջ կլասի երկիր, Ջ կլասի ազգ չանվանեն իրենց ոչ, ծանոթանալով նրան թե ինչ եղել է եւ դա ինչ է եղել։ Իրենց մոտ պետք է արթնանա եւ հետաքրությունը ավելին իմանալու, 4 րոպեանոց անիմացիոն ֆիլմով ամեն ինչ չես պատմի։ Սպառիչ չի։ Այո, բայց նրանք գրքեր կկարդան, նրանք կսկսեն հետաքրքրվել։ Եվ ամենակարևորը այդ իմպուլսը կստանան, որ այսինչ հետաքրքիր ու հզոր բաներ ա եղել մեր անցյալում։ Եվ երբ որ իրենց մոտ հարց առաջանա, իսկ ինչու այսօր որոշ բաները չկան, նաև մենք հույս ունենք, որ այդ ֆիլմերը դիտող երեխաների միջից կհայտնվեն այնպիսիները, որ կստեղծեն նորը, կշարունակեն հինը եւ այդ ավանդույթները իրենց սրտի մեջ կմտնեն եւ կշարունակեն։ Հա տենց ենք պայքարում։ Պարոն Նոյանյան, շնորհակալություն այսօրվա հանդիպման համար, հրավերն ընդունելու եւ այս զրույցի իհարկե բոլոր հարցերի պատասխանները ստանալ մեկ հանդիպման ընթացքում ուղղակի հնարավոր չէ, կարծում եմ կարելի է պարբերաբար հանդիպումներ կազմակերպել։ Մի բան միանգամայն պարզ դարձավ, որ ձեր խոսքից առանց մշակույթի կյանքը մոլորակի վրա ձեր խոսքով պարզապես բացառված է Անիմաստ է։ եւ անիմաստ։ Այո։ Այնպես որ մեր առաքելությունն է երևի թե յուրաքանչյուրիս, անկախ թե որ ոլորտում ենք աշխատում, կարողանալ փոքրիկ լումա ունենալ, որովհետեւ կյանքն էլ է մշակույթ։ Եթե ապրում ենք, ապա լավ եթերը նույնպես մշակույթ է։ Հուսանք այդպես է։ Այո։ Կրկին շնորհակալություն։ Հիշեցնեմ մեր ունկնդիրներին, այսօր հյուրընկալել էինք սցենարիստ, հրապարակախոս Էդուարդ Այանյանին։ Ձեզ հետ էր Սուսաննա Հովհաննիսյանը, մինչ նոր հանդիպում։